առաջնային պետք է հայ ազգը միասնականություն ձեռք բերի։ Մենք ականատես ենք լինում, որ ինչքան բառակտությունները շատանում է, բառակտում է լինում, այնքան նոր ցեղասպանություն է լինում։ 2023 թվականին Արցախի հետ տեղի ունեցածը նույնպես ցեղասպանություն էր, ոչ այդքան այդ կոտորածներով, բայց կրկին ցեղասպանություն էր։ Այդ բաժանումը եկավ 18 թվականից, բառակտում, բաժակնում, սևեր, սպիտակներ, դրա համար մենք ունեցանք Արցախի կորուստ։ Շատ տարիներ առաջ, երբ որ ես դեռ դպրոցական ու պատմության դասագրքերում կարդում էի, որ ցեղասպանության է ենթարկվել մեր ազգը ու ոչ մի անգամ բազմիցս, ես այն երկրի տիրապետությունների տակ հայտնվել։ Զարմանում էի անկեղծ ասած, բայց հիմա հասկանում եմ, որ ունեցել ենք դավաճան ղեկավարներ, ինչի համար էլ այս ամեն ինչ հասել ենք ցեղասպանության։ Այսօր պետք է մեր ազգը հասկանա, համախմբվի մեկ գաղափարի շուրջ, այդ միասնականությամբ վերջ չտանք։ Հակառակ պարագայում լավ չի լինելու, մեղմ ասած։ Հունիսի 7-ին այդ միասնականությանը ականատեսն ենք լինելու, ես վստահ եմ, որ ազատվելու ենք դավաճան իշխանություններից։